Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի կշեռքներին։ Սիրելիներս, ձեր հերթն էլ հասավ, ուրեմն տեսեք, սեպտեմբեր ամիսը լինելու է շատ հետաքրքիր, դինամիկ, եթե մենք համատենք օգոստոս ամսվա խավարումների հետ։ Իհարկե, խավարումները կշեռքների համար այնքան էլ մեծ տհաճություն չպատճառեցին, որովհետև նրանք կշեռքների համար շատ կարևորագույն առանցքներում չէին տեղի ունենում։ Դրա համար կշեռքները համենայն դեպս այնքան էլ չեն զգացել օգոստոս ամսվա ամբողջ այդ պրոբլեմատիկ վիճակը։ Սակայն նրանք կզգան դրա փոխարեն հոկտեմբերը, սիրելիներս, բացատրեմ թե ինչու։ Ձեր գլխավոր մոլորակ Վեներան հոկտեմբերին պատրաստվում է ունենալ հետընթաց Մերկուրի մոլորակի հետ զուգահեռ եւ նշանակում է, սիրելիներս, եթե մենք ունենք կարևորագույն հարցեր, մենք ունենք նոր գործեր, մենք ունենք նոր աշխատանքային խնդիր, անձնական հարթակում, ֆինանսական հարցերում կարգավորելու խնդիրներ ունենք, այս ամենը պետք է իրականացնենք սեպտեմբերին, որովհետև հոկտեմբերը ամբողջությամբ եւ ներառյալ նոյեմբերի առաջին կեսը շատ վատ է եւ շատ անհաջող է տվյալ գործերի համար, ոչ մի նոր բան պետք չէ սկսել եւ իդեպ Վեներամոլորակի մասին ես արդեն ունեմ առանձին հոլովակ, հոլովակը կթողնեմ, ուրեմն հղումը այդ հոլովակի կթողնեմ այս հոլովակի ներքևում, որպեսզի դուք դիտեք եւ հասկանաք, թե ինչու չի կարելի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ոչ մի կարևոր գործ կատարել։ Եվ բացի դրանից, սիրելիներս, այստեղ Վեներայի հետ զուգահեռ նաեւ Մերկուրին է, նշանակում է անգամ առևտրային հարցերում, թղթաբանության հարցերում, նույնպես այդ ամենը պետք է փորձենք իրականացնել սեպտեմբերին։ Դե ինչ, գնացինք ամսվա առաջին 10 օրը մեր գեղեցկուհի Վեներան ձեր առաջին ոլորտում է։ Վեներան առաջին ոլորտ մուտք է գործել օգոստոսի 6-ից եւ հավանաբար արդեն օգոստոսի 6-ից հետո դուք զգացել եք դրական էներգիա եւ բացի դրանից դարձել եք ավելի գեղեցիկ, իհարկե կշեռքները շատ գեղեցիկ նշան են, նրանք միշտ արտահայտված են հասարակության մեջ երևում են, քանի որ Վեներան նրանց պարգևել է շատ մեծ հմայք, սիրելիները, սակայն դուք ավելի ուրեմն արտահայտիչ եք դառնում հակառակ սեռի հատկապես ներկայացուցիչների համար եւ այստեղ Վեներան մինչեւ ամսի 10-ը ձեզ ապահովում է այս գեղեցկությամբ եւ գրավչանքով։ Եվ ամսի 10-ից արդեն Վեներան մուտք է գործում ձեր երկրորդ ֆինանսական դաշտ։ Սիրելիներս, Վեներան հենց այստեղ էլ պատրաստվում է ունենալ իր հետընթացը եւ նշանակում է շատ ուշադիր եղեք, որովհետեւ այստեղ հնարավոր է, որ ամսի 10-ից հետո ֆինանսական ինչ-ինչ հարցեր, որ դուք ցանկանաք կատարել, դրանք նաև կրկնվեն հոկտեմբեր, ինչու՞ չէ նաև նոյեմբեր ամսվա ընթացքում։ Այսինքն պետք է մի փոքր պարզապես ավելի ուշադիր լինել ֆինանսների նկատմամբ։ Դե ինչ, սկսենք ամսվա առաջին օրվանից, սեպտեմբերի 1-ը, հենց մեզ մոտ մի փոքր լարվածություն է պարունակում, քանի որ Մարս մոլորակը, որը մինչև ամսվա վերջ ձեր 10-րդ բարձրագույն ոլորտում է, այստեղ լարված քառանկյան մեջ է Սատուրնի հետ, Սատուրնը ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելիները, սեպտեմբերի 1-ը կարող է անցնել շատ լարված, շատ, ինչու՞ չէ նաև կոնֆլիկտային, այստեղ խնդիրներ կարող են առաջանալ կապված հաճախորդների հետ, կապված ընկերական միջավայրի հետ, կապված ղեկավարության հետ, կապված ձեր կարիերայի աշխատանքի հետ եւ այդ ամենը իհարկե կհարթվի մի քանի օրվա ընթացքում, սակայն միշտ հիշեք այն կոնֆլիկտները, որոնք բարձրացնում է Սատուրնը, իսկ Սատուրնը ակնթարթային ոչինչ չի տալիս, այդ կոնֆլիկտները բավականին երկար ենք մենք կրում մեր ներսում եւ նշանակում է, եթե դուք չզսպեք ձեզ եւ սեպտեմբերի 1-ին իրոք ունենաք այդ կոնֆլիկտը, ուրեմն իմացեք, որ այդ կոնֆլիկտը դեռ երկար ժամանակ ձեզ տանջելու է։ Սեպտեմբերի 8-ին Վեներան ձեր առաջին ոլորտում է դեռևս եւ այստեղ մի հոյակապ տրին է կազմում հյուսիսային կետի հետ, որը միայն վերջերս օգոստոսի 18-ին տեղափոխվել է ձեր 5-րդ ոլորտը, սիրելի կշեռքներ, ուրեմն Վեներայի հյուսիսային կետի այս տրին ասպեկտը խոսում է այն մասին, որ ամսի 8-ին
շատ հաջող օր է ամեն ինչ սկսելու համար եւ նոր աշխատանք եւ նոր սեր տեսեք հյուսային կետը 5-րդ ոլորտում է սա սիրահարվածությունն է հնարավոր է ամսի 8-ին ինչ որ մեկի հետ ծանոթանաք եւ սիրահարվեք նաեւ այստեղ երեխաների հետ կապված հարցեր հաճելի հարցեր կարող են լինել ուրեմն տեսեք հնարավոր է ասենք ամսի 8-ին դուք եթե ունեք երեխաներ ապա նրանցով հպարտանաք ձեր երեխան ինչ որ հաղթանակների հասած Կամ այստեղ նաև հյուսիսային կետը վերաբերում է ստեղծագործական աշխատանքին, եթե դուք զբաղվում եք դրանով, նաև 5-րդ ոլորտը արդեն նշեցի, հնարավոր է ամսի 8-ին ուրեմն ստեղծագործական աշխատանքի հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենաք։ Ամսի 10-ին արդեն Վեներան լքում է ձեր առաջին ոլորտը, մուտք է գործում երկրորդ ֆինանսական դաշտ, այստեղ ձեզ համար գումար աշխատելը կարելի է ասել շատ հեշտանում է, բայց միևնույն ժամանակ ծախսելն էլ է հեշտանում, որովհետև Վեներա մոլորակը ինչպես սիրում է վաստակել, այնպես էլ սիրում է ինքն իր վրա ծախսել, նշանակում է Վեներա երկրորդ ոլորտում նաև կարող է տրամադրել ձեզ ուրեմն մի փոքր ավելի շատ ծախսերի։ Հենց նույն օրը ամսի 10-ին Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր առաջին ոլորտ եւ սիրելի կշեռքներ, ճիշտ է դուք օդի նշան եք, սակայն երևի թե ամենաադեկվատ չափավոր օդն եք, որովհետեւ օդի նշանները սովորաբար չափազանց էքստրովերտներ են լինում, այսինքն չափազանց շփվող են լինում, իսկ կշեռքները կարելի ասել գիտեն ում հետ են շփվում եւ այստեղ Մերկուրի մուտք գործելով ձեր առաջին ոլորտ բերում է ձեզ իրոք շատ շփումներ։ Սիրելիներս ամսի 10-ից հետո արդեն ձեզ մոտ շատ ակտիվանում է տարբեր ընկերական միջավայրեր, հաճախորդներն են շատանում, մի խոսքով շրջապատի հետ կապված շատ ուրեմն շփումներ կարող եք ունենալ։ Հենց ամսի 10-ին, կրկին ամսի 10-ի մասին եմ խոսում, Ուրան մոլորակը սկսում է իր հետընթացը։ Սիրելիներս, Ուրանը վերջերս ապրիլի 26-ին մուտք է գործել ձեր 9-րդ ոլորտ եւ այստեղ պատրաստվում է բավականին երկար լինել։ Ուրանի մասին ունեմ առանձին հոլովակ, ուրեմն տեսեք, այստեղ Ուրանը սկսում է իր հետընթացը։ Սովորաբար բարձր մոլորակները 5-ից 6 ամիս ունենում են հետընթաց եւ Ուրանը այստեղ նույնպես բացառություն չէ, մինչեւ փետրվարի 8-ը 2027 թվականի կլինի հետընթաց, սակայն Ուրանը հետընթացից առաջ կանգ է առնում, որպեսզի կարողանա փոխել իր ուղղությունը եւ Ուրանի ցանկացած կանգ, ուրեմն տեսեք, նախատեսում է ինչ որ շոկային անսպասելի իրավիճակներ։ Ուրանը գտնվում է 9-րդ ոլորտում։ Այստեղ անսպասելի, ուրեմն անկանխատեսելի իրավիճակներ կարող է կապված լինել ուսումնական process-ի հետ, կարող է կապված լինել դատական ինչ որ խնդրի հետ, փաստաթղթային հարցերի հետ, կարող է կապված լինել վիզաների հետ, կարող է շատ անակնկալ ստացվել ձեր վիզան, որին այդքան երկար սպասում եք, կամ ասենք, այստեղ ինչ որ փաստաթղթի եք սպասում, աշխատելու հնարավորություն, թույլտվություն, կամ մշտական բնակության հնարավորություն, չէ՞ որ 9-րդ ոլորտը նաև օտար երկիրն է, եւ այստեղ հետընթաց Ուրանը կարող է ձեզ բերել այդ հնարավորությունը։ Նաև սիրելի կշեռքներ 9-րդ ոլորտը ներկայացնում է երկրորդ ամուսնությունը եւ սիրելիներս, եթե ձեզ համար ակտուալ է այդ թեման, այսինքն առաջիկայում ունեք այդպիսի ծրագրեր, ուրեմն շատ հնարավոր է, որ Ուրան մոլորակի այս կանգը ամսի 10-ին ձեզ մոտ առաջացնի այդ հնարավորությունը, որ դուք երկրորդ անգամ ամուսնանաք։ Ամսի 11-ին ունենք նորալուսին, այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 12-րդ ոլորտում, փակ ոլորտ է սա։ Սրա մասին ընդհանրապես մարդիկ չեն սիրում խոսել, որովհետև սա նրանց ներքին հույզերն են, վախերն են, մտածմունքն է, անցյալի թեմաներն են, իհարկե 12-րդ ոլորտը անցյալն է, եւ նաեւ օտար երկրներն են։ Ուրեմն տեսեք, սեպտեմբերի 11-ի այս նորալուսնից հետո հնարավոր է ձեզ մոտ օրինակ այնպիսի իրավիճակ առաջանա, որ դուք պետք է մեկնեք ինչ որ հեռու երկիր, կամ ձեզ աշխատանք առաջարկեն, որտեղ դուք մեկուսանալու եք եւ մարդկանց հետ ուրեմն չեք շփվելու, կամ հնարավոր է, որ դուք ինչ որ գաղտնիք ունենաք ամսի 11-ից հետո, կամ ինչ որ մարդ հայտնվի ձեր կյանքում, որի հետ գաղտնի կշփվեք։ Ամսի 14-ին Սև լուսինը Լիլիթը տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ։ Սիրելի կշեռքներ, Սև լուսնի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ,
Ուրեմն տեսեք, սև լուսինը 9 ամիս է գտնվում որևիցե ոլորտում, այժմ այն տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ, վերջին 9 ամիսներին եղել է 3-րդ ոլորտում։ Ինչ կբերի սև լուսինը։ Իհարկե սև լուսինը չի բերում դրական իրավիճակներ։ Սև լուսնի անգամ դրական ասպեկտացիաները մեր կյանքում հետո առաջացնում են շատ լուրջ խնդիրներ փոխհարաբերություններում, եւ այստեղ սև լուսինը հայտնվում է ձեր տանը։ Սիրելիներս, մինչև հունիսի 11-ը 2027 թվականի սև լուսինը լինելու է ձեր 4-րդ ոլորտում։ Նշանակում է շատ ուշադիր եք լինում ձեր տան անդամների նկատմամբ, նրանց հետ ձեր փոխհարաբերությունների նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր ապրելու վայրի նկատմամբ, այսինքն այստեղ սև լուսինը կարող է առաջացնել խնդիրներ։ Ամսի 15-ը եւ 18-ը սիրելի կշեռքներ, այս 2 օրն է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում լինելու են խնդիրներով, որովհետեւ 15-ին Վեներան է Պլուտոնի հետ լարվածություն ստեղծում։ Այստեղ ամսի 15-ը կարող է լինել ֆինանսական կորուստների օր, եւ ամսի 18-ին Մերկուրին է Սատուրնի հետ ընդդիմություն կազմում։ Մերկուրին առաջին ոլորտում է, հիշում ենք Սատուրնը 7-րդ։ Ամսի 18-ին կարող եք ունենալ ինչ-որ վիճաբանություն, ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ, տարաձայնություն ձեր ընկերոջ, ձեր հաճախորդի կամ ինչու՞ չէ ձեր կողակցի հետ։ Այսինքն, եթե դուք արդեն տեղեկացված եք ու գիտեք, որ ամսի 18-ին այսինչ իրավիճակը կարող է լինել, դուք կարող եք այդ իրավիճակը ուղղակի չբորբոքել եւ թողնել, որ անցնի այդ իրավիճակը։ Ամսի 26-ին հոյակապ օր է։ Արևը արդեն ձեր առաջին ոլորտում է։ Եվ այստեղ տրին ասպեկտ է կազմում Պլուտոնի հետ։ Պլուտոնը հիշում ենք 5-րդ ոլորտում է, ջերոսի նշանում է։ Սա ձեր 5-րդ ոլորտն է եւ սա հոյակապ ասպեկտ է, ուրեմն սիրելիներս, այստեղ հնարավոր է, որ սիրահարվածություն լինի, ինչ որ կարևոր մարդ մուտք գործի ձեր կյանք, այդ մարդը հասարակ մարդ չի լինելու, որովհետեւ Պլուտոնը իրենից ներկայացնում է մեծ ֆինանսներ, մեծ պաշտոն եւ տեսեք, այստեղ հնարավոր է այդպիսի մարդու հետ ծանոթություն լինի։ Սա ոչ միայն խոսում եմ անձնական հարթակի մասին, այլ նաև ինչու՞ չէ գործնական հարաբերություններում կարող եք ծանոթանալ շատ կարևոր հեղինակություն ունեցող մարդու հետ, որը ձեր աշխատանքային պահերին ձեզ կարող է շատ լուրջ օգնել։ Նաև ամսի 26-ի այս արևի Պլուտոնի տրին ասպեկտը կարող է բերել հնարավորություն, օրինակ, մեկնելու ինչ որտեղ հանգստանալու։ Տեսեք, քանի որ Պլուտոնը մեծ ֆինանսներ է ներկայացնում, անգամ այդ հանգստյան գոտին, որը նախատեսված է, այն լինելու է բավականին թանկարժեք։ Հենց նույն օր ամսի 26-ին լիալուսին է տեղի ունենում եւ այս լիալուսինը ձեր 7-րդ ոլորտում վերջակետ է դնում որոշակի հարցերի, խնդիրների, տարաձայնությունների, որ կար կապված օրինակ ձեր ընկերական միջավայրի հետ, ձեր հաճախորդների հետ, ձեր գործընկերների հետ կամ ինչու՞ չէ նաև ձեր սիրած էակի հետ։ Եվ շատ կշեռքների մոտ հնարավոր է որոշակի հիասթափություններ այս օրերին ամսի 26-ի մոտակա օրերին, օրինակ ասենք դուք այլևս չցանկանաք այսինչ հաճախորդի հետ աշխատել կամ օրինակ չցանկանաք այսինչ մարդու հետ, որ նախկինում մտածում էիք, որ նրա հետ կարելի է կյանք կառուցել, մի խոսքով այժմ ինչ որ որոշակի հիասթափություններ ունենաք։ Նաև հնարավոր է, որ օրինակ ամսի 26-ի լիալուսնից հետո դադարեցնեք ինչ որ մեկի շրջապատում ինչ որ մեկի հետ շփումները։ Ամսի 28-ին Մարսը արդեն ձեր 10-րդ ոլորտից տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ եւ իհարկե արդեն այստեղ ամբողջ հոկտեմբեր ամսին է լինելու 11-րդ ոլորտը մեծ կոլեկտիվն է, աշխատելու եք մեծ կոլեկտիվի հետ, շատ մարդկանցով եք շրջապատված լինելու, շատ մեծ ակտիվություն եք դրսևորելու, քանի որ ինքներդ եք կարելի ասել ղեկավարելու այդ շատ մարդկանց, որտեղ Մարսը այստեղ հաղորդում է բավականաչափ էներգիա, եւ նաեւ Մարսը 11-րդ ոլորտում կարող է բերել ծանոթություն on-line հարթակում։ Հենց նույն օր ամսի 28-ին ունենք եւս մեկ շատ լավ ասպեկտացիա արև առաջին ոլորտից, տրինի մեջ է Ուրանի հետ 9-րդ ոլորտում, սիրելի կշեռքներ, ամսի 28-ը նաեւ նշանավորվում է նրանով, որ դատական հարցերը կարող են շատ հեշտ լուծվել, ուսումնական process-ները կարող են շատ հեշտ ընթանալ, օրինակ եթե քննություն ունեք, շատ հաջող կարող եք հանձնել, կամ փաստաթղթային հարցերը կարող են շատ անակնկալ հաջող լուծվել, եւ այստեղ
այստեղ նաև հնարավոր է ճամփորդությունների ծրագիր։ Իսկ ամսվա վերջին օրը ամսի 30-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ եւ այստեղ դուք սկսում եք մտածել, թե ինչպես կարելի է լրացուցիչ եկամուտներ ունենալ։ Սակայն հիշեցնեմ, որ Մերկուրին նույնպես ունի հետընթաց հոկտեմբեր ամսին եւ եթե դուք ինչ-որ կարևոր առք ու վաճառք ունեք, անշարժ գույք եք գնում կամ վաճառում, ավտոմեքենա եք գնում կամ վաճառում, կամ ինչ-որ ֆինանսական մեծ գործողություններ եք կատարում, այդ ամենը փորձեք իրականացնել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Դե ինձ սիրելիներս, այսքանը սեպտեմբերի կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ